Պարոն Սարգսյան, փոխգնդապետ Արամ Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը օրերս ազատ արձակվեց, ինչպես եք սրան վերաբերում, ստացվում է այս գործով, այսինքն տնային կալանք փոխարինվեց տնային կալանքով, ստացվում է այս գործով արդարադատությունը կաղում է կամ չկա արդարադատություն։ Ձեր տեղեկությունը իրականում մի քիչ չի անպատասխանում իրականությանը, որտեղ դատարանը պայմանական ազատ է արձակել։ Այսինքն տնային կալանք չի կիրառվել եւ ձեր պես այս տեղեկությունը ես իմացել եմ մամուլից, իրականում զարմացել եմ, որովհետեւ այդ հնարավորությունը դատարանը ունեցել է դեռևս տարիներ առաջ եւ միշտ մերժել է, կարծել է այդ մերժումները պայմանավորված են այս հնչեղության հետ գործի։ Բայց մոտ տպավորություն կա, որ դուք այս գործի հետ առնչվող կարկառուն ներկայացուցիչներից մեկն եք, դուք մասնակից եք եղել այդ ծեծկռտուքին, այսպես ասած, բայց ձեզ հաշվի առնելով ձեր պաշտոնը, ԿՊ-ի հետ հարաբերությունները մաքրում են գործից, ինչ կասեք սրա։ Նաև ցուցմունքներ կային, ձեր դեմ ցուցմունքներ կային, ընդ որում այդ ցուցմունք տված մարդկանց հիմա դատում են իբրև թե սուտ մատնության համար, ասում են, որ սա կոնկրետ հետապնդում է։ Շնորհակալություն, այդ հարցը կլինի առանձնացնենք, մի հատ առանձին կխոսենք, հիմա իմ մասով։ Ես ի սկզբանե ասել եմ այս գործի հետ ինչ առնչություն ունեմ, իմ առնչությունը եղել է այն, որ գիշերը ոչ աշխատանքային ժամի, ոչ աշխատանքային պարտականություններ կատարելու հետ կապված վեճ ա եղել կենցաղային հարցերի շուրջ եւ դրա մասնակիցներից մեկը եղել է իմ օգնական։ Իմ մասնակցությունը այդքանով ավարտվել է այս ընդհանուր գործի հետ։ Իհարկե իմ անունը շարարկվել է գործին հնչեղություն տալու համար։ Դուք եք շտապել գնահատական տալ գործի վերաբերյալ, ասում եք այդ մարդը աստիճաններից է անկել, դրա հետևանքով է կոմայի մեջ հայտնվել, այսինքն դուք ինքներդ եք։ Ես այդ ամեն հարցին հեսա կպատասխանեմ։ Ինչու եմ այդպես ասել։ Ասել եմ, որովհետև մարզպետ եմ եղել, հարցրել եմ ինչ ա եղել առաջինը շտապօգնության ծառայողներին, ով ենթակային մարզպետության մարզպետ են։ Ասել են, որ իր ընկերները, այդ նույն ցուցմունք տված զինվորականները ասել են, որ ընկել է։ Հարևաններից հարցրել եմ, ասել են ընկնելու ձայն եք լսել եւ իմ մեջ արդարացի տպավորություն է ստեղծվել, որ առաջինը թե իր ընկերներն են առաջինը ասել, որ ընկնելու արդյունքա եւ թե հարևաններից ընդհանուր ասել են, այդպես ձայնը լսվել է, մութա չենք տեսել։ Դրա համար ես նման խոսք եմ ասել։ Կարծում եմ իր ընկերների ասացի վրա այդ պահին ենթադրել եմ, որ կարելի է հիմնվել եւ ինչ առաջինը ասել են շտապօգնության բժիշկներին, նույնը փոխանցել եմ հարցազրույցին։ Երկրորդը, ինչու է քրեական գործ հարուցվել ցուցմունք տված զինվորականների վրա։ Այդ ոչ թե ցուցմունք տված, այլ սուտ մատնության մասով է գործը, բայց ապացուցված չի, որ այդ մարդիկ ցուցմունք են տվել, եւ երկրորդ տպավորությունը, որ ամեն կերպ էլի չեք տիրապետում եւ հարց եք տալիս։ Ապացուցված չէ, դատական նիստերը ընդհանուր են։ Դատական կա վճիռ եւ այդ դատավճիռը եթե կարդաք, որը կայացրել է ձեր կողմից հարված եւ իմ կողմից հարված դատավոր Բալայանը, Դավիթ, ով ընդդիմության ամենասիրելի դատավորն է, կայացրել է եւ պարտադրել է դատախազությանը, քրեական գործ հարուցել այդ հարցով, որովհետեւ ինքը լավ հիմնավորել է, թե ինչու է այդտեղ կատարվել, ինչով է ապացուցում է, թե սուտ ցուցմունքը ինչու է հենց սուտ ցուցմունք, սուտ մատնություն։ Եվ Դավիթ Բալայանի վճռով կարդաք երևի տեղ ամեն ինչ գրացան։ Իմ կարծիքով Դավիթ Բալայանի վճռի վրա դուք կասկածելու եւ կարծում եմ չեք ենթադրի երբեք, որ իշխանությունը որևէ լծակ կարող է կիրառել Դավիթ Բալայանի վրա, որպեսզի նա վճիռ կայացնի իր օգուտ պատգամավորին։ Այս դեպքում անգամ իմ հարցը չի, որովհետեւ որևէ մեկը ինձ որևէ
Անցավոր մեղադրանք չի ներկայացրել, որ ես որևէ անցանք երբևիցե կատարել եմ, այլ մեղադրել են ներկա գտնվելու մեջ, որը իրենից որևէ դատապարտելի բան չի, եւ դրա համար ես չեմ կարողացել իրենց սուտ մատնության համար պատասխանատվության ենթարկել։ Հետեւաբար իմ հարցը այստեղ չկա, ես կոպիտ ասած դուժել եմ այդ ցուցմունքից, բայց ես չեմ, որ այդ իրենց պարտավորեցնում եմ կամ դատախազությունը իմ համար չի իրենց։ Այսինքն 3 սպա ինչու պիտի խեղաթյուրեին իրականությունը։ Այդ ընդ որում այդ 3 սպաները հետապնդվում են ակնհայտ։ Արդյոք կազմակերպված է եղել, որը դատախազությունը պետք է բարձի, բայց այդ գործը ոնց որ ես եմ նայում, չի գնում ճիշտ ուղղությունով։ Հետևաբար չկա, այսինքն մոտիվը պետք է հասկանալ, չէ՞, դատախազությունը, հանցագործությունը ինչա կատարվել։ Ինչի է կատարվել, բայց կատարվել է մարդը մահացել է։ Նայեք, ես կոմայի մեջ է գտնվել երկար ժամանակ հետո մահացել է։ Ճիշտ ուղղությամբ չի գնում քննությունը։ Ինչն է սխալ ընդհանրապես։ Դուք ձեր համար արդեն բարձ է դեպքի մանրամասները ինչ է կատարվել։ Բոլորին է բարձ։ Ես ասում եմ սուտ ցուցմունքի մասով, ինչու գործը ամբողջական չի, որովհետև սուտ ցուցմունքով անձանցից մեկը անմիջապես ունեցել է աշխատանքային բարելավ։ Այդ են մարդն է, ով գործին մասնակից չի եւ անգամ այնտեղ տեղում ներկա չի եղել։ Մի հոգի մարդ էին գտել, ով ցուցմունք էր տվել, որը նաեւ ծառայող էր։ Այդ ապացուցված է, որ ինքը տեղում չի եղել։ Հիմա իհարկե պետք է ինքը պատասխանատվության ենթարկի, չէ՞ կարծում։ Ներողություն, իսկ դաժան ծեծի ենթարկածները ինչի են ազատության մեջ, դաժան ծեծի ամբողջ պատմության մեջ, դաժան ծեծի ենթարկելն է, որի հետևանքով մարդը գտնվել է կոմայի մեջ, հետո մահ։ Որտեղ կա դատավճիռ, դատարանը հարցը քննել է։ Հիմա ձեր համար դատապարտելի է, որ ձեր նախկին օգնականին բաց են թողել, դատապարտելի է։ Երևույթն է դատապարտելի։ Երբ համազգեստով անձնավորությունները կենցաղային վեճ են ունենում քաղաքացու հետ հարբած վիճակում եւ Աստված գիտի թե դրա հետևանքով ինչ կարող է լինել։ Այս վերջերս նյութ կարդացի 3 համազգեստով, հա, էլի զինվորականներ հարբած վիճակում հարձակվել էին մեկի վրա։ Հիմա ինչքան գիտեմ կալանավորված են զինվորականները։ Ինչ է դատապարտելի է։ Ձեր օգնականը թող իրավապաններին դիմեր։ Եթե այդպիսի հանգամանքներ են եղել, այսինքն կներեք, ստացվում է մարդասպանը ազատության մեջ է։ Ես նման որակում չեմ տալիս, որովհետև դատարանը նման որակում չի տվել եւ անգամ այդ հարցը ինձ հիմա ճիշտն ասած չի հետաքրքրում, իմ հետ կապված եք հարց տալիս։ Բայց ո՞նց ձեզ չի հետաքրքրում, ձեր այդ ամբողջ պատմությունը ձեր անվան հետ է։ Հա, բայց ամբողջ պատմությունը ձեր անվան հետ է։ Դատարանը քննել է գործը, արդար թե անարդար վճիռ է կայացրել, որի համար կա դատական այլացիաներ, որը բողոքարկվի, բայց ինչքանով ես եմ տեղյակ, մենակ իմ օգնականն է բողոքարկել այդ վճիռը վերաքննիչ դատարանում, իսկ ուժող համարվող կողմը չի բողոքարկել այս վճիռը, իսկ այդ օգնականը ճիշտն ասած երևի մի քանի ամիս է մնացել, որ իր ամբողջ պատիժը կրեր, հետեւաբար այս ազատ արձակելու շուտ այս աժիոտաժ, հա, ասեմ, չեմ հասկանում, ինչ եք իմ հետ կապում կամ։ Այսինքն որևէ միջամտություն, այսպես բարեխոսություն չի եղել այդ առումով։ Ճիշտն ասած, անգամ չգիտեմ ինչ դատավոր է քննել այս հարցը։ Ու ես սովորաբար չեմ հետաքրքրվում ընթացքի մասին։ Գիտեմ, որ կալանավորված է եղել, պատիժը կրել է 5 տարուց 4.5-ը կրել էր, իմ կարծիքով 6 ամիս պայմանական ազատության մեջ լինելը քրեական դատավարություն թույլ է տալիս դատավորին եւ նորմալ վարքի ընթացքում խնդիրներ չստեղծելու դատապարտյալին հնարավորություն են տալիս եւ օգտվել այդ հնարավորությունից եւ նման վճիռ կա։ Դուք այդպես էլ այո, այդպես էլ չայցելեցիք։ Ուղղակի մարդ, որը ծնողների ցավն է եւ հատկապես մահվանից հետո։ Ծնողների հետ մի անգամ դատարանում եմ շփվել դատական նիստից հետո եւ ասել եմ, որ իրենց խաբել են այդ իր որդունքերները, սուտ են ներկայացրել իրավիճակը եւ ես ասել եմ, որ դա կապացուցեմ, որ իրանք սուտ են եղել եւ
քանի դեռ չի ապացուցվել եւ ապացուցելուց հետո ես ստաբար կհանդիպեմ։ Որ այնտեղ չեք եղել, ո՞նց գիտեք։ Եթե խոսքեր, ներողություններ կամ ինչ-որ Ինչի է, ես ինչի համար պետք է ներողություն խնդրեմ։ Ձեր օգնականի, դուք այդ ժամանակ մարզպետ եք եղել, ձեր Չի օգնականը։ կատարել աշխատանքային պարտականություն։ Ոնց ինչի համար ներողություն եք խնդրում։ Ես նախ անում եմ մի բան, ներողություն խնդրում որևէ արարքի համար, որը որ իր արածի հետևանքով։ Թեկուզ ձեր մարզում կատարված, ձեր վերահսկողության տակ գտնվող մարզում կատարված դեպքի համար։ Շնորհավորված։ Ներողություն չեք խնդրել։ Ներողություն ինչի համար եմ խնդրում։ Պարոն Սարգսյան, մեզ կբացատրեք, օրինակ եթե Ես իմ պաշտոնից հրաժարվել եմ մարզպետ եղած ժամանակ, որովհետև ասվեց, որ կարող է որևէ գործի քննությանը իմ պաշտոնը օգտագործեմ, ես այդ բանին հրաժարվել եմ։ Մանդատից ինչ հրաժարվեցիք։ Մանդատը ստացել եմ ընտրությունների արդյունքում։ Եվ այդ բանին դա համարում եք, որ խավել եք բոլոր տեսակի մեղքերը։ Ես մեղք չեմ գործել, որ խավեմ։ Եկեք հստակ Բայց երկրի վրա չկա որ մեղք գործած չլինի, պարոն Սարգսյան։ հիմա Բոլորս մեղսային բոլորը։ Եթե դուք մեղսակ գնացեք եկեղեցի։ Բայց գոնե Դուք եկել եք ազգային ժողով։ Հիմա ազգային ժողովը դրա հետ կապ չունի։ Եթե ասում եք ներողություն խնդրում են ինչ-որ մի արարքի համար։ Լավ, մեզ կբացատրեք, տեսախցիկների հետ ազգային ժողովում է լինում է բազմաթիվ ծեծկռտուքներ, ինչ-որ լարված իրավիճակներ եւ այլն, որոնց մենք լրագրողներից ասենք մասնակից լինում ենք կամ չենք լինում։ Եթե ես մի բանի մասնակից չեմ եղել, 8-ից ոնց կարող է իմ անունը առնչվի ծեծկռտուքի դեպքի հետ։ Տենց բան պատկերացնում եք։ Դե ինչի համար այս ամենը։ Բարդ եմ ասում, ինչի համար պետք է Ինչի եմ ասում, որ պետք է շրջանառը։ արդարացությունը հաղթի եւ բոլոր մեղավորները պատասխան կրեն։ Մարդկային կյանքը կարող են ասել Նիկոլ Փաշինյանն է մասնակից եղել։ Ինչի՞ է ձեր անունը։ Խելամիտ չի ձեր ասածը։ Ձերը խելամիտ է կարող է։ Դե հիմա մերը փաստ է։ Փաստի առաջ ենք անում եւ եթե տեսախցիկները չլինեին, հա, իմ տան մտնելու եւ դուրս գալու գուցե շատ ավելի խորանար է ցուցմունքների պատմությունը։ Այդ տեսախցիկների հետ կապված ասում են, որ փոփոխություն է արվել, որտեղ ես ողջ ընթացքին հետևում եմ